Շիրակի մարզի այս համայնքը պատմամշակութային արժեքավոր կոթողների պակաս չունի։ Հին բնակատեղի, գերեզմանոց, մատուռ, ամրոց, եկեղեցիներ։ Ներկայում այստեղ էլ հնագիտական պեղումներ է իրականացնում Պահպանություն ծառայության արշավախումբը։ Բաց երկնքի տակ Առաքելոց վանքն է և Աբոլղարի Պահլավունու դամբարանը։ Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրիից մոտավորապես 27 կիլոմետր հարավ-արևելյան ուղղությամբ է գտնվում Պեմզաշեն գյուղը, որից հարավ-արևմտյան ուղղությամբ տեսնում ենք Առաքելոց վանքը, որը հայտնի էր նաև Սուրբ Զորավորած եկեղեցի անվամբ։ Մենք գտնվում ենք պատմական Առաքելոց վանքի տարածքում, որը հայտնի է դեռևս 11, 12, 13-րդ դարերում, վանական համալիրի խիստ ավերված, եկեղեցին կենտրոնագմբեթ գլխավոր եկեղեցին մի մասը ավերված, բայց բավական հետաքրքիր եւ ճարտարապետությամբ եւ առանձին դետալներով մի եկեղեցու մոտ, որտեղ ընթանում են վերականգնման նախագծի նախապատրաստման համար ստուգողական պեղումներ, ճարտարապետական բեկորների, հնագիտական հնարավոր շերտերի եւ այլ կառույցների մնացորդների հետքեր բացահայտելու համար։ Այս իմաստով բավական հետաքրքիր էլի հուշարձան ունենք, այն իմաստով, որ եթե ուշադրություն կդարձնեք, տարբեր մակարդակներում են եւ հողով ծածկված եւ մի մասում 40-ից 50 սանտիմետր իջնելուց հետո, մյուս մասում մետր, մետր ու 20 իջնելուց հետո բացվում են ինչպես ճարտարապետական բեկորներ, որոնք եկեղեցու տարբեր հատվածներից են, այնպես էլ տարբեր շինությունների հետքեր, պատերի մնացորդներ, որոնք եւ համաժամանակյա են եւ ինչ որտեղ նաեւ տեսնենք ավելի ուշ շրջանի կցակառույցներ են, ավելի ոչ դասական ուղիղ շարքով արված եւ ունեն նաեւ ճարտարապետական տարբեր բեկորներ պատի մեջ օգտագործել են եւ կիրառել են։ Այս առումով բավական հետաքրքիր են ուսումնասիրությունները, հատկապես եկեղեցու արևելյան եւ հյուսիս-արևելյան հատվածում, որտեղ եկեղեցին նստած է ժայռի վրա, տուֆի ելուստի վրա, այն մշակել են, իսկ մյուս հատվածներում սև գիծը կամ այդ զրոք գիծը դրված է էլի տուֆից բավական մեծ քարերի բեկորներով, ինչը նաեւ մուտքի մոտ արևմտյան հատվածում ենք տեսնում, իսկ հյուսիսից ավելի մեծ քարերի մնացորդները տեսնում ենք։ Եվ ունենք նաեւ եկեղեցու կառույցի հետքեր, կից կառույցի, որը ըստ ամենայնի գավիթն է եղել, որովհետեւ եթե ուշադրություն դարձնենք, եկեղեցին արևմուտքից, գլխավոր մուտքից ունի նաև կից կառույցի հետքեր, որոնք չեն պահպանվել։ Հիմա սա ավերված է եւ այս դետալները ամենայն հավանականությամբ հենց գավիթին են պատկանում եւ արևմտյան հատվածից դուրս, ինչպես նաև տարածքում եւ վերգետնյա եւ հողի շերտի տակից բացվեցին մի շարք ճարտարապետական դետալներ, մշակված քարերի, ճարտարապետական դետալներ պատերի, սյուների եւ այլն, ինչը խոսում են մասին, որ մենք դեռ այստեղ շատ գործ ունենք անելու հողի եւ շերտի հաստության եւ հզորության եւ նաեւ ավելի սփռվածության առումով, որովհետեւ մեկ եկեղեցով չէ որ վանական համալիր էր, պիտի ունենար նաեւ խցեր, զանգակատներ, չգիտեմ, կառույցներ, բնականաբար այո, որոնք պիտի ըստ ամենայնի բացվի եւ ուսումնասիրվի։ Ինչ եք նախատեսում անել, աշխատանքները այս շերտով ավարտելու եք, թե կծավալվեք։ Ես որպես հնագետ իհարկե փորձեի ծավալվել, բայց արդեն ոչ այս տարի, որտեղ եղանակային պայմանները արդևս հնարավորություն չեն տալիս։ Ճարտարապետին որպես նախագիծ կազմելու համար այս փուլը դերևս բավարար է։ Կարծում եմ մենք այստեղ դեռ երկար պիտի աշխատենք, որովհետև եկեղեցին եւ վանական համալիրի գլխավոր եկեղեցին տեսքի բերելու, վերականգնելու եւ այդ ամենը գիտական հիմքերի վրա դնելու համար մեզ դեռ ուսումնասիրություններ այստեղ պետք են, այնպես ինչպես այլ հուշարձաններում, որոնք կատարվում են Հայաստանում։ Որովհետև Թորոս Թորամանյանը իր ուսումնասիրություններում նշում է, որ հսկայական նաեւ հին բնակատեղի կա, գերեզմանոցներ կան, այսինքն հնարավոր է շատ մեծ ծավալով ունենանք այս հին բնակատեղին։ Տեսեք, ցավոք սրտի կամ բարեբախտաբար Պեմզաշեն գյուղը նստած է եւ տարածվում է մասամբ նաեւ Թորոս Թորամանյանի հիշատակած եւ միջնադարից հիշատակված այդ գյուղատեղիների տարածքում վրա եւ բնականաբար նաեւ այն հողատարածությունները, որոնք հիմա ազատ են, մելորացիայի արդյունքում, հետագա գործունեության արդյունքում շատ են աղճատվել, բայց եկեղեցու կամ Առաքելոց վանքի շուրջը մենք ունենք կարծես թե պատկեր, որ այս տարածքում գյուղատեղին չէ, բայց գոնե վանական համալիրը, իսկ հետագայում, ինչու՞ չէ, ուսումնասիրությունների հետագա փուլերում, եթե այդպիսի հնարավորություններ լինեն,
Գուցե նաև գյուղատեղից մնացորդներ կբացվեն, որովհետև ի վերջո ընդամենը 100 տարի առաջ էր Թորամանյանը հիշատակում, որ այստեղ կան հուշարձաններ եւ գյուղատեղիներ։ Կոնկրետ ուսումնասիրում է եկեղեցի, որը կոնկրետ կառուցման հստակ ժամանակաշրջան ունի։ Մեր բախտից կամ ոչ մեր բախտից ինքը, այսպես ասենք, դատարկ խոպան հողի վրա է կառուցվել եւ չկա այն շերտերը, ինչը որ մենք ունենք օրինակ եկեղեցական համալիր Պեմզաշենում, որտեղ կար եւ 4-րդ դարի եկեղեցի եւ ավելի ուշ կառույցի հետքեր, մնացորդներ եւ այլն։ Այստեղ կարծես թե 12-րդ դար, 13-րդ դարի հուշարձանը հետագա դարաշրջաններում գոնե մշակութային շերտում, որ մենք ունենք, չի օգտագործվել, իսկ ավելի վերին շերտերում, որոնք անընդհատ գործունեության հետքեր են եւ կարող են եւ չմնալ, չենք ֆիքսել կամ չունենք։ Ժառն էլ գալիս է հաստատելու, թերևս որ պետք չէ փնտրել ավելի շերտեր։ Ամենայն հավանականությամբ ավելի ուշ շրջանում, մի քիչ ավելի թե դժվար ասել որ ժամանակաշրջանում, մենք ունենք կցակառույց շինություններ, որոնք օգտագործել են եկեղեցու կամ տարբեր շինությունների քարերը, սրբատաշ քարերը ուղեկցվում են նաև կոպտատաշ եւ անմշակ քարերով։ Ունենք առանձին բավական հետաքրքիր թոնիր եւ ունենք էլի հատվածներ, որտեղ կա մարդկային գործունեության հետքեր, այսինքն կրակ վառելու կամ նմանատիպ գործունեության հետքեր։ Գուցե նույն ժամանակաշրջանն են, պիտի հիմա նորից հայտնաբերված խեցեղենը մեր ունեցած նյութերը համեմատենք, հասկանանք, բայց այն որ թոնիրը հենց եկեղեցու հարավային պատի տակ է, սա խոսում են մասին, որ սա ավելի ուշ շրջան է եւ արդեն այն ժամանակաշրջանը, երբ եկեղեցին կորցրել էր իր գործառնական նշանակությունը կամ շատ ավելի փոքր համեստ մի վանական համալիր էր եւ այլևս կից շինությունները չէին գործածվում կամ ավերված էին եւ օգտագործել են նորը կառուցելով եւ օգտագործելով։ Մեր ուսումնասիրությունները եւ մեր պեղումների ընթացքում բացված շատ հետաքրքիր մի պատկեր ունենք, բավական մեծ սալեր են տուֆից, որոնց վրա կա բավական մեծ փոս արված։ Սրանցից մենք հանդիպում ենք բրոնզեդարյան եւ երկաթեդարյան հուշարձաններում։ Չեմ ուզում հիմա այսպես ասել, որ սա բրոնզեդարյան կամ երկաթեդարյան հուշարձանի մաս է եւ դետալ, ինչպես քննարկում ենք եւ վաղ շերտ եւ արկայություն, ուսումնասիրությունները ցույց կտան, որովհետեւ դիրքը, տեղադրությունը եւ նաեւ չափսերը խոսում են այն մասին, որ գուցե երկրորդական օգտագործում ունենք եկեղեցին ավելի վաղ շերտի վրա կանգնած լինի, գուցե ավելի ուշ շրջանում գործառնական նշանակությամբ օգտագործված է, այստեղ դերևս մտածելու տեղիք կա, ինչպես նաև եկեղեցու պատերին եւ ժայռերի վրա տեսնում եք անցքեր արված, որոնցից շատերը նաև կոտրված են, կենդանի կապելու նպատակով, որոնք տարածված են եկեղեցիներում էլ, տարբեր հուշարձաններում այսպիսի բաներ կարող ենք շատ տեսնել։ Առաքելոց վանքից 300 ոտնաչափ հեռավորության վրա, ինչպես եւ Թորոս Թորամանյանն է հիշատակում իր աշխատանքներում, գտնվում է հայոց եւ վրաց իշխանած իշխան, հազարապետ Հովհաննես Սմբատ արքայի աջակից եւ զինակից, նրա օրոք Հայաստանի հազարապետ Աբլղարիբ Պահլավունու դամբարանը։ Ունենք այստեղ 7 տողից բաղկացած մի փոքր եղծված արձանագրություն, որը պատմում է Սմբատ վանահոր կողմից այս խաչքարը եւ տապանակարը դնելու մասին իր տիրոջ Աբլղարիբի հիշատակին, ինչպես նաեւ հիշատակում է Աբլղարիբի կողմից գյուղեր, այգիներ, մարգեր եւ ջրավազաններ նվիրելու վանական համալիրին դեպքեր։ Սա շատ կարևոր իրադարձություն է, սա նվիրատվական եւ հիշատակային արձանագրություն է, այն իմաստով, որ հիշատակում են եւ բարի գործերը եւ նվիրատվությունները։ Բավական հետաքրքիր մի փաստ եւս, այս անունը, որ նշանակում է Ղարիբի որդի, շատ կարճ կյանք է ունենում հայոց իրականության մեջ, իսկ Գրիգոր Մագիստրոսը իր
բարեկամների կամ այսպես հորեղբայրների մասին խոսելիս Աբուլղարիբ անունը չի հիշատակում, սակայն հիշատակում է Տիգրան անունը, կարծես նույն մարդու մասին է խոսքը, իսկ Փահլավիները երկու անուն միշտ ունեցել են, սա նաև մեր եւ իմագիր եւ գրավոր աղբյուրներում բավական հիշատակելի եւ կա։ Մեծ խաչքարը, որ ցավոք սրտի մի հատվածն է պահպանվել, ինչը նաև Թորամանյանն է հիշատակում։ Հուսով ենք այստեղ նույնպես աշխատանքների ավարտին կունենանք շատ ավելի լավ նյութեր, ամբողջացնելու եւ տաղբարանը, եւ տեղեկատվությունը, որ մենք այս ժամանակ չունենք, քանզի Հայաստանի Հանրապետության տարածքում բավական քիչ են իշխանների, հազարապետերի եւ իշխանած իշխանների դամբարանները կամ այն վերջին հանգրվանները, որոնք նրանք ունեցել են։ Ճարտարապետության գիտակ Թորոս Թորամանյանը նյութեր հայկական ճարտարապետության պատմության աշխատության մեջ Մահմուդ Ճուկ անվամբ հատվածում անդրադառնում է նաև այս կառույցին ու Փահլավունու գերեզմանին։ Նա գրում է. Գյուղի հարավ-արևմտյան կողմը մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա կա մի այլ գեղեցիկ չափավոր մեծությամբ եկեղեցի, հավանորեն 11-րդ դարու, որը հետզհետե քայքայվելու վրա է։ Այս եկեղեցու արևմտյան կողմը մոտավորապես 200-ից 300 քայլ հեռավորության վրա կգտնվի մի հոյակապ գերեզմանի փլատակը, գեղաքանդակ հսկա խաչքարով եւ մի երկար արձանագրությամբ, միակտուր քարի վրա։ Խաչքարին կեսը կոտրած եւ անհայտացած է, իսկ արձանագրության մեկ մասը վնասված է, այնուամենայնիվ բավականին տառերը մաքուր պահված եւ արձանագրությունը ընթեռնելի է։ Ըստ այդ մեծ արձանագրության, այս հոյակապ խաչքարարձանը կանգնողն է Ոմն Հայր Սարգիս հիշատակ մի Աբուլղարիբ իշխանի հիշատակին Ն.Ձ.Ե. 1036 թվականին։ Անշուշտ այս Աբուլղարիբը Անիի փրկիչ եկեղեցին շինող Փահլավունի Գրիգոր իշխանի որդի Աբուլղարիբ իշխանն է, որ այս կողմերում ունեցել է իր բնակությունը, կալվածները եւ կառուցել է եկեղեցիներ, ըստ մեծ արձանագրության։ Թերևս մոտակա եկեղեցին եւս այս Աբուլղարիբի շինածն է։ Նախորդ այցելությանը ժամանակ լուսանկարել եմ այս գերեզմանի մեծ արձանագրությունը եւ խաչքարը։ Վերջին այցելության ժամանակ այդ արձանագրությունը հայտնաբերող արտատերը մեռած էր, սակայն այս անգամ հանգուցյալի Արտաշ անունով եղբոր որդին պատմեց, որ մի օր արտը ջրելիս հանկարծ խաչքարարձանի փլատակների մոտ մի ծակ է բացվել եւ արտը ջրելու համար վազող առվի առաջ ջուրը թափվելով այդ ծակեն ներս անհայտանում էր երկար ժամեր։ Վերջապես ճարահատված առվի ընթացքը փոխել են, որով հնար եղել է արտը ջրել։ Այս պատմությունը ինձ ենթադրել է տալիս, որ անպատճառ կա մի ստորերկրա դամբարան հաստատուն շինված, որ այդ ջրերը գնում էին դամբարանի մեջ։ Գետնի տակ կամարակապ դամբարաններ շինելու սովորությունը շատ հին էր եւ մենք բազմաթիվ օրինակներ ունենք այս տիպի դամբարանների եւ հիշյալ Արտաշի ասելով տեսել են կամարակապի նշանները։ Չափազանց կարևոր է այդ անտերության մատնված կարևոր արձանագրությունը ապահովել եւ մի փոքր պեղումով ստուգել ստորերկրա դամբարանի գոյությունը, թերևս ավելի կարևոր հայտնություններ կլինին այդ մասնակի պեղումով։ Չմոռանա մսելու, որ այս անգամ այցելությանս տեսա, որ Աբուլղարիբի արձանագրությունը սկսել էր մամրոտել, եթե այսպես գնա կամ ամբողջովին կմամրոտի եւ անընթեռնելի կլինի, եւ կամ գյուղացիք կջարդեն եւ կգործածեն իրենց շենքերի մեջ, գրում է Թորոս Թորամանյանը։ Առավել մանրամասն վիմագրագետ Աշոտ Մանուչարյանը դամբարանի արձանագրությանն անդրադառնում է Պեմզաշենի չհրատարակված արձանագրությունը հոդվածում, որը տպագրվել է 1965 թվականին Հայկական ՍՍՌ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագրում։ Այստեղ բավականին տեղեկատվություն կա նաև Աբուլղարիբ Փահլավունու մասին։ Մասնավորապես Մանուչարյանը գրում է, որ Աբուլղարիբի մասին եղած վկայություններից մեծ կարևորություն են ներկայացնում Անիի Սուրբ Փրկիչ եւ Սուրբ Գրիգոր Փահլավունյաց եկեղեցիների արձանագրությունները, որոնցից պարզվում է, որ նա սերվել է Փահլավունիների տոհմից, եղել է երկրի մարզպանը, սպարապետը։ Իմացվում է նաև, որ Հովհաննես Սմբատ թագավորի օրոք իր մարզպանության շրջանում 1035 թվականին հրովարտակ ստանալով
թագավորից մեկնել է Կոստանդնուպոլիս Միխայել Կայսեր մոտ Սուր խաչի մասունքները բերելու։ Անիում կառուցել է Սուրբ Փրկիչ եկեղեցին, Մարմաշենում մասնակից է եղել տեղի հռչակավոր եկեղեցու շինությանը։ Փահլավունիների շառավղում սերում է 4-րդ սերնդից։ Նա եղել է Գրիգոր և Շուշան Փահլավունիների որդին, Վասակ, Վահրամ և Համզե Փահլավունիների եղբայրը և Գրիգոր Մագիստրոսի հորեղբայրը, և տարբեր հիշատակություններում նշվում է որպես իշխանած իշխան հայոց և վրաց։ Ինչպես քիչ առաջ եկեղեցում տեսակ, այնպես էլ Աբուլղարի Փահլավունու դամբարանի մոտ գյուղացիները եւ եկվորները բարբերաբար մոմ են վառում։ Սա խոսում է ցանկացած, այսպես ասենք, սուրբ վայր սրբացնելու կամ կարևոր վայր սրբացնելու ավանդույթի հետ, այնպես ինչպես օրինակ Սելիմի քարավանատանը մենք կտեսնենք մոմ են վառում, կորցնելով նրա այն նշանակությունը, բայց նաև արժևորելով նրա նպատակը, ինչը որ մենք կարող ենք եւ չընդունել, բայց Աբուլղարիբի հիշատակը կարելի է միշտ վառ պահել, որտեղ նա բազմաթիվ մեծ գործերով է հայտնի եւ նրա տոհմը նույնպես, այնպես որ այստեղ ինչ որտեղ նաև այսպես ընդունելի է, որ նրա հիշատակը նաև մոմով է հիշի։ Ցավոք սրտի, ինչպես ավերված եկեղեցիներում, խաչքարների վրա, այստեղ նույնպես մեր հավատացյալների կողմից մոմ վառելը բերում է նաև հակառակ էֆեկտը, այն առումով, որ ճարտարապետական բեկորները, խաչքարերը եւ այլն մրոտվում են, կեղտոտվում են, կորցնում են իրենց տեսքը եւ այլն։ Դրա համար նախընտրած վայրերում ավելի ցանկալի կլինի, որ մեր հայրենակիցները մոմավառությունը կազմակերպեն։ Պեղումներն այստեղ ընթացքի մեջ են ու բացահայտումներն առջևում։ Վստահաբար կարելի է ասել, որ դրանց ավարտից հետո, եթե իրականացվեն նաև բարեկարգման աշխատանքները ու հուշարձանը մեկ ամբողջությամբ ներկայացվի, այստեղ այցելուների պակաս չի լինի, թե եկեղեցի ու շրջակայքը, թե հայոց եւ վրաց իշխանած իշխանի գերեզմանին։ Բաց երկնքի տակ Պեմզաշենի, Առաքելոց վանքն ու Աբուլղարի Փահլավունու դամբարաններ։